Շատ սիրելիներ գպարևենք ցեզի եւ ուրախ ենք որ այսօր դարձյալ ձեր հետ դիտելանք ես է Փիթերը։ Փիթեր, ինչ դրած ես գլուխդ։ Ուղղիս վրա թակ մոնին, եթե կտեսնես, եւ այս թակը այսօր պիտի տեսնանք, որ այս եկեղեցին գսե ամուր բռնե թակը։ Ուրեմն անոր մասին ավիդի խոսիկ, ինչը սել է ամուր բռնե թակը, մի որ չգործընծնես։ Ինչ թակի մասին կխոսի որ։ Պիտի Հետաքրքրական է։ շարունակենք։ Հետաքրքրական է։ Այսինքն եթե հիմա գտեսնանք տակը ուրմնաց որ երկինքը ամենքը սպիդ ունենանք մերին թակերը։ Ամեն, ամեն։ Ամեն, ամեն։ Փարքաստծո։ Ես պիտի կարդամ գլուխ Ֆիլադելֆիա եկեղեցին 7 եկեղեցներուն վերջնտեր եկեղեցին է։ Յուրաքանչյուր եկեղեցի շաբաթական դրությամբ մենք սերդեցինք։ Հիմա պիտի կարդամ 7-ն 13 համարները, կրնաս էկրանին վրա հետևիլ ինձի։ Եվ գսե Ֆիլադելֆիայի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե։ Սողը ով է Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այսպես գսե այն սուրբը այն ճշմարիտը, որ Դավիթին փանալին ունի, որ գփանա ու մեկը չգա որ կոծե, եւ գկոծե ու մեկը չգա որ փանա։ Գիտեմ քու կորձերդ, ահա քու արջևդ բացված թուրմը թրի, որ մեկը չի գրնար կոծել։ Վասնզի դու քիչ մը կարողություն ունիս, եւ իմ խոսքս բահեցիր, ու իմ անունս չուրացար։ Ահա ես քեզի կուտամ սատանային ժողովեն եղողները, որոնք կսեն թե իրենք հրյա են ու չեն, հապա սուտ կսեն։ Պիտի ստիպեմ զանոնք որքան ու երկրպագություն ունեն քու ոտքերուդ առջև, եւ գիտնան թե ես քեզ սիրեցի, որովհետեւ իմ համբերության խոսքս բահեցիր։ Ես ալ քեզ պիտի բահեմ փորձության ժամանակ, որ պատրաստ է քալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը բնագողները փորձելու համար։ Ահա ես շուտով պիտի կամ, ունեցածդ ամուր բռնե, որբեսի մեկը չառնե քու բսակդ։ Ան որ գահախտե, զանիգա իր աստուծույց դաջարին մեջ սյուն մը պիտի ընեմ, ու ալ դուրս պիտի չելլե։ Անոր վրա իմ աստուծույց անունը պիտի քրեմ, ու իմ աստուծույց քաղաքին անունը, այսինքն նոր Երուսաղեմին, որ երկնքեն իմ աստուծմես կիչնե, եւ իմ նոր անունս, ան որ ագանջ ունի, թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցիներուն։ Բավական հետաքրքրական է, բավական կաչալերելի է, հույս է Ֆիլադելֆիայի եկեղեցին ուղված նամակը Տեր Հիսուս Քրիստոսին։ Պիտի խնդրեի Փիթեր, որ մեզի բացատրես ինչ սերենախ Ֆիլադելֆիա եւ աշխարհագրական դիրքի վրա ուր է։ Ուրեմն Ֆիլադելֆիա փարը հունարեն փարն է, ֆիլոս փարեն ուկա, եւ այդ փարին իմաստը եղբայրական սերս է։ Ուրեմն քաղաքը այդ սիրո այդ անունը գրած է։ Եվ այսօր գտնվի Ալլահ Սեհիր ըսված տարածքի մեջ, որ Թուրքիայի արևմտյան կողմն է։ Եվ այս տարածքը Ալլահ Սեհիր, ինչպես ասինք, սկիզբը շրջանակն է, որ Պատմոսեն մինչև Եփեսոս, Եփեսոսեն Սմիրնա, Սմիրնայեն ավելի վեր գերտանք, Պերգամոս, Թիատիրա, Սարդիս եւ հիմա գիչնանք որ ետ թեպի Ֆիլադելֆիա եւ հաջորդը Լաոդիկիա։ Ասենք գլոր շրջանակի պես է, որ այս նամակը հայտնության 22 գլուխները, որ մագաղաթի վրա գրված էր, պիտի ուղարկվեր բոլոր եկեղեցիներուն։ Ուրեմն ինքը մեկ նամակ է, բայց բոլոր եկեղեցիները պիտի ընթերցեին։ Գրնամ մեկ հատ այսպես շուտով նկարին նայենք, որ հիշենք, որ այս նամակը ինչպես կշրջե որ այդ տարածներուն։ Ուրեմն այս մեկ հատ այս սալի գնայինք էկրանի վրա, այստեղ կտեսնանք, որ վարգեմ այս տոփանա բացվեցավ Ոչ տակավին։
ոչ տագավին, չեմ գիտեր ինչու այս Թող չի ժամանակը դար։ okay, ուրեմն ասիկա ուրիշ ադեմ բանգնենք, բայց այդ է ընդհանուր միտքը, որ նամակը կշրջանցե, ինչ որ մեկ եկեղեցին պատկամ կդրվի, բոլոր եկեղեցիները պետք է լսեն եւ նաեւ մենք այսօր պետք է լսենք եւ վերցնենք ինչ կվերապերվի մեզի այսօր։ Եվ հետաքրքրական հիմա որ դակավին էջը PowerPoint-ին չես վերցուցած օրինակ քաղաքներուն գրնաս նորեն տնել, օքեյ, դրված է քաչալերական խոսք, կա հանդիմանական խոսք, ամեն մեկ եկեղեցի, օքեյ, գաբվինք Կարծեմ դու ուզած էջդ հիմա ունեցանք, բայց չեմ գիտեր եթե կփանա որ այդ էջը It's okay, հիմա գտեսնանք էջը եւ բոլոր ցախկոմ մնացած բոլոր PowerPoint-ի նկարները։ Այո, չեմ գիտեր ինչու այսօր ծևում այս էջը չի փոխվել որ ավելի մեծ էկրանին փամը բայց այս էկրանով կարելի այստեղ գրնանք լավ տեսնել այսիկա։ Այո։ Ուրեմն այս ծևը մենք այստեղ տեսանք Պատմոս կղզին Հովաննես այնտեղ դեսիքը կտեսնա, այս կղզին այստեղը ինքը այնտեղին գխրգե Եփեսոս, որ այս առաջին աշտանագն է այստեղ, այնտեղին Սմիրնա գխրգվի նամակը եւ մեկ ընթերցող է, այնադեն այսօրվա նման մագաղատները գկնորինակներ չկային, ուրեմն այդ ընթերցողը գերթա եկեղեցի է եկեղեցի, ինքը եւ որ գերեչանա Եփեսոս, մագաղատը գարնե հաջորդ եկեղեցին գերթա, ինչ որ այս եկեղեցին Եփեսոսի ըսավ Հիսուս նաև Սմիրնան գլսե, ինչ որ Սմիրնային ըսավ Պերգամոսը գլսե, Դիրադիրան եւ Սարտիգեն եւ հիմա Ֆիլադելֆիան։ Ֆիլադելֆիային ըսած պատկամը նաև Լավոդիկյան բիբլիոս է, որ հաջորդ անգամ բինանք։ Այս է ընդհանուր իր միտքը։ Եվ այստեղ մենք կտեսնանք այս պատկերն է Թուրքիայի արևմտյան կողմը, աշտանակները այսպես նկարագրված են այդ քաղաքներուն վրա, որ գխորհրդանշեն եկեղեցին, լույս պիտի տա եկեղեցին։ Եվ Հիսուս իր փերանեն այն խոսքը որ ելել է, պիտի թափանցե ամեն մեկ եկեղեցին ինչ որ պիտի ասե։ Եվ եթե նայեք ցախ ցերքերուն մեջ փանալիներ կան, այսօր մեջբերում պիտի լա որ Հիսուս ինքը այդ փանալիները ինքն է որ կփռնե իր ցերքը եւ անոր իմաստն է հիմա գնայինք ինչ ասել է այդ փանալիները որ Քրիստոս մեջբերում գնա առաջին քուլուխեն ուրեմն անցնենք պատկամին Այո, եւ հետաքրքրական է որ այս քիրքին մեջ Հիսուս շատ կքաչալեր է մանավանդ անոնք որոնք այս քաչալերանքին ուժին վերագանքնումին պետք ունին շատ օրնապեր պատկամը բիդել այսօր ուսուցմունքը բիդել քեզի համար ուրեմն կսկսենք գսե որ այսպես գսե այն սուրբը այն ճշմարիտը որ Թավիթին փանալին ունի Եվ իդ կթարնանք, գիտես որ Թավիթին փանալին ունի, այդ խոստումը, որ Աստված Թավիթին տված էր, գիտես եւ այսօր Տեր Հիսուսը կգրկնե, որ Թավիթին ինքը սերունդն է, Թավիթ թագավորին փանալին ունի, Թավիթին փանալին ունի, կփանա ու մեկը չկա որ կոծե եւ կկոծե մեկը չկա որ փանա։ Կրնաս բացատրությունը տալ ասոր վրա։ Այո, ուրեմն այս փանալի խորհուրդը արված է Եսայի 22-րդ գլուխին, 22-րդ համարը Եվ այնտեղ ասոր խորհուրդը, ուրեմն նորեն ասեմ, ինչ որ Հովանես կտեսնա, հարացի օրեն կտեսնա, որ Հիսուս փանալի բռնած է ցերկը։ Բայց անոր յետին իմաստը պետք է հասկանանք, այդ հասկանալու համար հին ուխտին պիտի արտանք, որով հին ուխտը մեզի կբացահայտե այդ ինչ որ արձագանքված է այնտեղ, ինչ խորհուրդ ունի մեզի համար այսօր։ Ուրեմն Թավիթի այդ փանալին այն էր, որ թագավորության փանալին խորհուրդն է եւ որ այդ անձը որ ունի այդ փանալին ինքը օձյալն է ասու օձյալն է որ Թավիթին թեփքում ինքը ուներ այդ Իսրայելի փանալին որ ինքը ուներ թագավորության փանալին ինքը ուներ իշխանությունը հիմա այստեղ գսե Հիսուս ունի այդ Թավիթի փանալին պետք է հիշենք որ Հիսուս Թավիթի որդին է, սերունդներ վերջը խոստացված էր, որ Թավիթ պիտի ունենա որդին, որուն թագավորությունը փնավ իր մեջ պիտի չառնվի։ Եվ ադիկա Սողոմոնը չէր, Սողոմոնը
եկավ եւ վերջը թագավորությունը իր վերջը երկուքի բաժնվեցավ հյուսիսային հարավային մաս եւ վերջը Բաբելոնը եկավ գործամեցավ եւ շատ այսպես իշխանությունը հрьяաներեն վերցվեցավ բայց այն որդին որ փնավ քահեն պիտի չի վերցվի որ հավեր Աստծո թագավորության բանալին ունի եւ եթե հիշենք այդ առաջին գլուխի մեջ մենք տեսանք որ գսե այն որ մահվան եւ թժողքի բանալին ունի նա միշտ առաջին գլուխին մեջ փերում մգլա այստեղ այդ է միտքը ինչ է միտքը որ ոչ միայն ինքը Իսրայելի բանալին ունի երկի բանալին ունի Աստծո թագավորության բանալին ունի նույնիսկ մահվան եւ թժողքի բանալին ունի մեկը չի գնար ինքն է որ այդ մահվան այդ գաբանքներեն այդ մեղքի գաբանքներեն միայն Հիսուս է որ մեզի գրնա արցակել այդ կե ազատագրել բոլոր մեր ամրոցներեն գաբանքներեն եւ Աստծո թագավորության լույսի թագավորության մեջ թույլ որ մտնենք եւ հավիտենական կյանք ունենանք այս է միտքը եւ ով որ գսե գկոցե գփագե մեկը չի գնար փանել ով որ գփանա մեկը չի գնար կոցել հիմա շատ անգամներ գիտես Հովանու 10 գլխում մեջ 9-րդ համարի մեջ գսե որ ես եմ թուրը գսե չէ Քրիստոս իր մասին եւ այն որ գմտնե գսե այդ թուրեն պիտի փրկվի ճիշտ է Հիսուս է այդ թուրը փանալին ինքուն նույնիսկ փրկությունը մեր ցերկը չէ մենք նույնիսկ որ շատ հաջող կգարձենք որ մենք մեր ազատ կամքով գիտես կորոշենք բայց այդ հավատքը մեզի դողը Քրիստոս ինքն է շնորհքն է որ մեզի կհասնի եւ Ղուկասի 11 կորցարակելոց գիտքին 14 գլխու 27 համարի մեջ գսե որ այնտեղ ցեզ փած թուրմը թրած եմ հեթանոսներում գսե հիմա շատեր այս ծևով գարնեն այս որ թուրմը մեր արջևը փած կա եկեղեցի արջև կամ անցի արջև որ երթա ավետարանը քարոզե գրնա այդ ծևով այս արնվի բայց ավելի մենք պետք է հասկանանք որ այս փանալիները Քրիստոս իր իշխանությունը ինքն է որ գորոշե որ Աստծո թագավորության մեջ ով պիտի մտնա եւ ով պիտի արծարվի թժողքեն եւ մահվան այդ կապանքներն եւ Գողոսացից քիրքի մեջը Պողոս Արաքյալ ինքը գսե որ աղոթեցեք գսե ինձ համար որ թուրմը փածվի Աստծո ավետարանին կամ Աստծո խոսքը դարածելու այդ թուրը փածողը Քրիստոս է գիտես երբեմն օրինակի համար իբրև ավետարանիչ կամ հովիվ կամ բան եղիսկոբոս քահանա մենք ուզենք դերմը երթալ գուզենք քարոզել վկայել եթե ասված թուրը չի փանա ոչ ոք չի գրնար փանալ այդ թուրը նույնիսկ առաքելության եթե փագե որքան մենք ջիքով չանքով ուզենք դերմը երթալ փանել մենք չենք գնար մեր ուժով մեր ջիքով չանքով չէ այս Աստծո թագավորության գործը Սուրբ Հոգին զորությունով է ինքն է որ կփանա եւ ինքը փանան է ոչ մեկը չի գնար կոչել անորոշ հանկիստ մեր գործը ինչ է իրարու համար աղոթել որ դերը թուրերը փանա եւ որ փանա մենք հավատքով այդ թուրեն մտնանք բայց ամենակարևորը այս փոլորի մեջ եւ վերջի դեսնանք 4-րդ գլուխը եւ որ հասնենք այդության քիրքին երկինքի թուրը մեզ փանա ինչպես այսօր փածած է որ կարողանան իրեն հետ մդերմանալ հաղորդակցվի նույնանալ մտնել այդ աշտամունքի հոգիով եւ տեսնալ այն բաները որ Հովհաննես տեսավ որ այսօր մեզի թույլ կտա Սուրբ Հոգին որ մենք տեսնանք հոգու աչքերով ամեն միշտ թուրմը կա եւ քիչարաչվա պատկերի մեջ նկարի մեջ օրինակ կար որ մի քանի փանալիներ կային հիմա այդ փանալիները ասենք խորհրդանշական իմաստով կամ քանի փանալիներ կան որ մեր արչեվը Տեր Հիսուս կրնա փանալ քանի թուրեր կան այնտեղ ինչու երկու փանալի ես այդ նկարի մեջ դրած է որոնք ասեմ մահվան եւ թժողքի փանալիներ ունեն այսինքն նույն միտքն է ինքը գիտես երկու մահ կա չէ գա առաջին մահը որ ֆիզիկապես այո եւ ամիկսալ հարություն պիտի առնենք բայց հարությունեն վերջ եւ որ Քրիստոս նորեն կա թե անարդարը կամ անասվածնա հարություն պիտի առնե եւ հավատացյալնա հարություն պիտի առնե բայց կա երկրորդ ման այդ թժողքն անոնք որ
Քրիստոսի վստահեցան եւ հավատացին, այդ երկրորդ մահեն պիտի ազատվին։ Այդ փանալին Քրիստոսի ցերկն ինքն է որոշում։ Ինքն է որ հոր արջև պիտի կանգնի եւ ասի որ հայր ներե ասոր այս անցին, քանի որ ինքը ինձի վստահեցավ, իբրև իր փրկիչը, իբրև իր Աստվածը, իբրև իր Դերը եւ իրեն արցակե եւ թույլ մի տար որ այդ թժողքի մեջը հավերժ հավերժական հոգին դանչանք եւ դարաբանք դիլա շատեր չեն խոսի ռազմիկի մասին բայց շատ լուրջ է որ այդ բայց նաեւ գրնանք այդ խաղաղություն եւ վստահություն ունենալ որ ովի մեկ անցին ցերկը չէ ասիկա նախակայի ցերկը չէ գիտես երբեմն գվախնակ որ նախակային ցերկն է այդ գոջագը որ գրնասիխնել որ հոլիական ռումբ բայթեցնե եւ գվախնանք որ վաու այս բادرազմը համաշխարհային գրնասկսի եւ ամենքս մենի եւ մենք կրնանք վստահալա որ այս փանալին այս գոջագը ամենավստահելի անցի ցերկն արդար անցին եւ սիրով լեցված անցին որ մեր դժբախտությունը չի փնտրել քաչալերին գնսո Ամեն ինչ որ օրինակ Մատթեոս 16-ին մեջ 18-19 որ Տեր Հիսուս Քրիստոս Պետրոսին ասավ թունես վեմը եւ երկնքի փանալիները քեզի կուտամ ասավ սիրեմ ասիկա ինչ որ երկնքի վրա կապես երկնքի մեջ կապված վիդելա եւ ինչ որ երկրի վրա արցակես երկնքի մեջ արցակված վիդելա եւ ամենքա որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը մեզի դված է իշխանությունը եւ զորությունը երկրի վրա ուրեմն մենք փանալիներ ունենք մեր ցերկին մեջ այդպես է Այո, գիտես մեզի իշխանություն դված է եւ այդ իշխանությունը հոգեվոր այս բادرազմի մեջ որ կգտնվենք այս խավար աշխարհի մեջ մենք լույսի թակավորության զավակները լալով մենք ունենք իշխանություն Քրիստոսը դրված մեզի արցակելու այն առումով որ իբր քահանայության թակավորություն մենք կրնանք աղոթել որ Աստված ողորմի ներե մեղքերը մեր եղբայրներուն քույրերուն գիտես Հակոբոս գիտքի մեջ կսե որ խոստովանեցեք ձեր մեղքերը իրարու եւ աղոթեցեք իրարու համար որ ձեր մեղքերը ներվին ունենք այդ իշխանությունը եւ որ մեկը խոստովանի կկոդրվի կխոնարհվի եւ կխոստովանի ասենք Աստուծո բայց նաեւ որ Աստված շատ աջախ չեն տեսնալ գրնան եղբորը սել կամ քրոջը սել իրենց այդ ներքին այդ տարաբանքները մենք կրնանք ասել Աստված քեզի թողություն թող շնորհի այն ինչ որ շատ աջախ եկեղեցիներու մեջ նա կհրճակվի որով Աստված է թողություն շնորհում ոչ բայց մենք կրնանք հրճակել երկրի վրա ունենք այդ իշխանությունը Այո, եւ երբ որ պիտի վերադառնանք փանալիներուն, այ հոգեվոր բادرազմի մեջ որ հիշեցիր, բայց որպես Աստծո զավակ է որ մենք մեր թիրքը գիտենք մենք ով ենք, եւ Աստծո հոգին հետ կքալենք ամեն օր, կզորանանք իր հոգիովը, ուրեմն այսօր թուն եւ ես փանալիներ ունենք, թեպետև ունենք այդ փանալիները, բայց պետք է գիտնանք այդ կորզածելը, չէ՞։ Այո, այդ կորզածելի ծևը այն է որ այդ փանալիները Աստծո խոսքը կհրճակենք Աստծո խոսքը հրճակելով Սուրբ Հոգին օծությունով մենք այդ թիրքը կդերցնենք իբրև Քրիստոսի տեսփաններ որ այն փանալին մեր ցերկը դալով ինչպես Պետրոս Արաքյալին դվա Պետրոս չէր միայն որ իրեն շատեր կգործեն որ համայնքներ կան որ կգործեն որ Պետրոս առաջին բաբն էր եւ ինքն էր միակ անձը որ ուներ այդ իշխանությունը Աստուծո դրված որ ինքը որոշե եւ ինքը հրճակի ամեն բան այդ համայնքի մեջ բայց Քրիստոս նաեւ իր աշակերտներուն դվավ այդ իշխանությունը անշուշտ անոնք որ Սուրբ Հոգին մեջ կքանեն եթե մենք աշխարհի կյանք նկատենք որ ուզածնից չեն կրնար հրճակել ուզած դերս Սուրբ Հոգին գուտա մեզի այդ քաչությունը զորությունը որ հրճակենք ազատագրման աղոթներ ենք որ մարդիկ այդ կաբանքներեն ազատագրվին փանալին այդ է ոչ թե որ ֆիզիկական փանալին ունի կամ խոսքին այդ գաբանքները դրելու եւ ազատագրելու այդ անձերը այդ փանդերեն որ հոգեվորապես կամ հոգեգան փանդերու մեջ են իրենց
մեղքերու առումով, իրենց վախերու առումով, կասկածներու առումով մենք կրնանք այդ կապանքները գրել հրճակելով Քրիստոսի մարգարեական խոստումները։ Ամեն, ամեն, շատ շնորհակալ եմ բացատրության համար։ Ագետե վերադառնանք նախքան ասել հաջորդ համարից սկսե օրինակավոր մեկը չկրնար կոծե եւ կոծե ու մեկը կոծե ու մեկը չգա որ բանա անհատական իմաստով հիմա սիղբայր մը կամ քույրը մեզ մդիկ կնե հավատացյալ է բայց ինք ծառայության մեջ չէ իր կորձին հետ իր բիզնեսին հետ կամ իր դպրոցին հետ ինչպես կգնա առնել այս համար իրեն համար որ գսե Թավիթի փանալին ունի որ կփանա ու մեկը չկա որ կոծե եւ կկոծե ու մեկը չկա որ փանա ինչպես մեկը գնա առնել իր կորձին համար աղոթքը կնե ագծոմաբաուչա մեջ եղավ կորձը գուզե հաճողիլ եւ ինչպես գնա կաչալերվիլ որ այս համարը իրենալ համար է իրենալ դերը ասելիք ունի Այո։ Ինձ եղած է հաջող օրինակ համարին յանքիս մեջ ես Հայաստանի շատ դժվար պայմաններում մեջ էի մնամ Հայաստան երբ կամ 7 տարի հոնավրած էի կամ կներես 1 տարի հոնավրած էի եւ մեջս կար բայկարը մնամ եւ ավելի ծառայեմ այստեղ դեր գուզես մնամ հարցումներ ունեի դերոջը եթե ուզես ուրեմն ցուն ինձ պետք է որ քաչալերես որ հաջորդ քայլերը հավատքով առնեն եւ այդ գիշեր գիշեմ որ աղոթեցի այդպես գիշերը բարգած արենս երազը տեսա եւ ես շատ երազներու վրա շատ շեշտ չեմ դնել բայց այս երազը այնքան ինձ աստեց որ սեղանի այդ անգոյնի կողքի սեղաններ գլան դարձած այդ սեղանի վրա երկու փանալիներ թրված էր մեկը վրան Հայաստան կրված էր մյուսը կանադա եւ այդ ինձ քաչալերություն եղավ որ քարչը երկու թուրեր բացեն ազատ կորձե հիմա ես կրնալալ սխացեվով այդ հասկացա բայց այդ ինձ քաչալերեց որ մնամ եւ 7 տարի եւս մնացի առանց իդ կալու կանադա եւ ծառայեցի հիմա գնադիկա կորձի արումով թուրմը բացվի եթե կաղոթես որ դեր ինչ կորձով գուզես սպառնի ինչ ծևով գուզես առաջ երթամ երբեմն երկու թուրեր կրնալալ քարչը բացել կամ 3-4 ուղե ինձի ցույց տուր դեր ինչ ծևով որոշումներ դինենք չէ յանքի մեջ երբեմն գրնալալ ամուսնություն արումով գրնալալ կորձի արումով գրնալալ սխալ չէ որ այս բաներն աղոթենք դերոջը արժեք բայց հիմնականորեն ես կխորին որ ասիկա ինչպես ասի աստծո թագավորության բանալին է որ մտնանք իր թագավորության մեջ եւ իրեն ծառայենք անխդիր եւ գիտնանք որ մեր երկինքի թուրն ապացել է որ իրեն հետ մդերին մեր ընկերոջը հետ հաղորդակցենք ինչպես որ հարսնը Փեսային հետ երևակայ որ Փեսան կամ ամուսինը իր գնոջը իր սենագին թուրին փանալին դա որ մտնա երբ ուզե եւ մդերմանա իրը այդ ծավալ հասկանանք մենք եկեղեցին անհատներս որ Քրիստոսի գավանան իր հարսն մեզի փանալին դված է որ իր հետ ազատորեն մտնանք համարցակորեն մտնանք շնորհքի խորանը սրբության սրբոցը որ հին ժամանակ քահանայապետը միան գտնար մտնալ դարի մեկ անգամ եւ մենք իրեն հետ հաղորդակցվենք ուր որ ալլակ եւ որ ալլակ որևէ մեկտեր այս աշխարհի մեջ այդ միտքով մտածենք այդ է որ շատերը գործընծնեն այդ քեղեցիկ համարցակությունը որ Աստված մեզի ոչ թե այլևս ստրուկ կտեսնա այլ իր ընկերը որքան հաջող եթե ես փանալին ունենամ ասենք Կանադայի նախագահին կամ վարչապետին կամ Հայաստանի կամ Ամերիկայի երբ ուզեմ սենագը մտնամ հետը զրուցեմ խոսեմ մդերմանամ ընկերություն ունեմ ես փանալին ունենային է այսինքն ազատությունը մտնալու ելնելու որքան հաջող կրնայի այդ ասենք այդ մարդկային օրեն այդ մարդկանց այդ ժամանակը որքան ավելի որ թակավորներու թակավորին դերերու դերոջ հետ իմ հոգու սիրահարին հետ ժամանակ անցկացնեմ եւ փանալին ունիմ մտնելու այնտեղ Պետրոսին դրվեցավ ինձ ալրվեցավ անունը Պետրոս Պետչունի ալալու որ փանալին նստես կարինի նա գտրվի եւ բոլոր լսողներում ամեն շատ լավ հասանք 8-րդ համարը այ որ գսե գիտեմ քո կորզերդ ահա քո արխիվդ բացված թուր մտերի որ մեկը չի գնարկոցե բացենցի թուն քիչմը կարողություն ունիս
Ինչ է գուզե այդ քիչ մկարողություն ունենալը։ այո, քիչ կարողություն։ Ուրեմն ամեն առաջ կսե որ ես գիտեմ քո կոդերը։ Այսինքն շեշտեմ, ամեն եկեցին ես գիտեմ, ես գիտեմ, ես գիտեմ։ Գիտես գիտեմ ջի բարը չեմ Այո, գիտեմ։ Բայց ալիգա երբեմն քեզի ինձ գսվի կամ ուրիշն, բայց այո, Քրիստոս, մեր Տերը Հիսուս Քրիստոս Աստված է, որ երկամուկները ու միտքերը քննողացված է։ Ինքը գիտե քու հիմա ինչ կխորիս կոչ այս բանը։ Ես ինչ կխորիմ։ Ինքը գիտե որ ամեն մեկ համայնքի եւ եկեղեցի մեջ ինչ կլավը։ Գիտե ամեն մեկ դեղական եկեղեցի լա Տորոնտո, Մոնրեալ, Հայաստան, Չինաստան, Աֆրիկա ուր լա ամեն մեկ դեղական եկեղեցի հովիվին միտքը գիտե, սիրտը գիտե եւ ատմեն այդ հոդին անդամներուն։ Այս գիտեմ առաջ հասկանանք։ Բայց ինքը գիտե նաեւ որ մենք դգար ենք, մենք թույլ ենք։ Գիտես երկրորդ Կորինթացիս գիրքի մեջ 12-րդ գլխում 9-րդ համարի մեջ է որ իմ շնորհքս հերիք է քեզ։ Որով իմ զորությունս կսե կատարելակորձված է քո դգարությանդ մեջ։ Հիմա մենք դգար ենք, ամենքս դգար ենք։ Մենք չենք պետք չէ որ հբարդանանք կորոզոնան գսենք ես պիտի հաղթեմ, ես կգտնամ սատանայի քուլուխը չախչախել ասում երբեմն գլսենք ասում բանը, չէ։ Ադիկա շատ զգուշ պիտի գանք։ Մեր թշնամին մենք չենք հավասարարեր այդ թշնամին, այն որ մեր մեջն է ավելի հզոր է քան այն թշնամին, որ այս աշխարհի մեջ ատմորինչող առուձը սատանան է, բայց դերն է որ զորն է։ Մենք որ կխոնարհվենք եւ գտնունիկ որ մենք դգանենք, դերը իր զորությունով, իր սուրբ հոգու օծությունով, այդ նույն զորությունով որ ներելը հարուցանեց Քրիստոս, մեր մեջ կսկսի կործը։ Եվ մեր միջոցով մեր շրջապատի մեջ։ Եվ որ սկսի քարոզել, վկայել, խոսքը խոսիլ, սկսի գսե իմ խոսքս որ իմ փերանես դուրս գելը, ես չպիտի վերաթարնա ինձ համար, այլ պիտի կդարե այն ինչ բանին համար, որ ես ուղարկեցի։ Զորություն կա, ուժ կա այդ խոսքին եւ որ սուրբ հոգի միջոցով օծված խոսքը։ Եվ նաեւ Մատթեոս 25 գլխում 21 համարի մեջ գսե աբրիս իմ հավատարիմ ծառաս։ Գիտեմ որ դու գսե փոքր ես, բայց հավատարիմ ես գսե։ Այստեղ այդ միտքով կխոսի որ գիտեմ որ դու բզդի ես, դու limited resource-ներ ունիս, քիչ resource-ներ ունիս, աղբյուրներ ունիս, կամ influence, աստեցություն ունիս, բայց հոգևորապես ուժեղ ես, հոգևորապես, գիտես երբեմն մարդիկ գրնալա որ առաքելության մեջ են, դարիներով, բայց իրենց եկեցին փոքր եկեղեցի մնի, կամ գրնալա նույնիսկ Facebook-ի վրա, կամ Zoom-ի վրա, կամ YouTube-ի վրա առաքելություն գնեն, գոհեր չագեն եւ ճշմարիտ խոսքը կփոխանցեն, բայց շատեր մտիկ չեն անել, որով sensationalism կփնտրեն, շատ հաճախ կուզեն ասեն մարգարեական խոսքեր ասլսեն, անլսեն եւ գվազվզեն այստեղ անտեղ ամենտեղ երթան Հիսուսը ասա որ եւ որ ասեն որ ես հոսեմ կամ հոնեմ եւ այստեղ եմ մի երթագսում Սուրբ Հոգին ամենտեղ գա մեր մեջ միան որ խոսքին մեկ երթում խոսքը գա եւ ամեն այդ փոքր համայնքին կամ եկեղեցին կամ խմբագին մեջ դեր ավելի հզոր բաներ կան Բեչունիս մեծ լան Բեչունիս մեծ եկեղեցի մեկաչրջեր կան այսօր եւ չեմ ուզեր ոյ մեկ անուններ դալ բայց կրնալ լավ որ այդտեղ խոսքը խոսվի որ բայց ճշմարիտ վարդապետություն չկա ուրեմն օծումը չկա եւ աստեցությունը ժամանակավոր բաներ են ժամանակավոր success հաջողություններ են Ուրեմն ասել գուզենք որ այսօր գսեք գտեսնամ գսեք գիտեմ կուգին կազնս քուն քիչ մը կարողություն ունես այսինքն անսմը որքան որ իր կարողությունները սահմանափակ են բայց Հիսուս այսօր ադիգա գտեսնա եւ կքնահատե եւ գսե որ այո կքնահատե եւ բանգեցն է այդ մարդկանց արչեւ գնալալ արաքելական թուրեր կփանա այդ անձերուն արչեւ որ աջին եւ Աստծո հետ հաղորդակցվելու թուրեր կբացվին
մեծության մեջ եւ իրենց թիրքին մեջ չէ այդ զորությունը, այդ ծավալը։ Okay. Որքան մեծ է ստիվով կամ ինչ թիրք ունիս, ամեն մարդ համբավ լսել է կոմա, այդ չէ։ Քու զորությունը Քրիստոսի եւ օծության մեջ։ Այո, թուն դիտես Եվ բարձրապես բիջեսեի, որ Հիսուս երեք խոսքեր գսե Ֆիլադելֆիայի եկեղեցին, որ այսօր գրնա քեզի եւ ինձի լսել, որ գիտեմ քու կորձերդ, տունի մի խոսքս բահեցիր եւ իմին անունս ճուրացար։ Այսին որքան կարևոր են ասոնք, որ խոսքը բահելը, ինչպես որ գսես, ինչպես որ մարդ խոսինք, որ խոսքը որքան կարևոր է առնենք, լսենք, կործատրենք, միայն բահենք, բայց կործատրենք եւ երևա մեր կյանքին մեջը, ամեն մեկ մանրամասնություն դեր Հիսուս Քրիստոս գիտե մեր կյանքի մեջ, կհետևի մեր կյանքի մեջ, անհատական եւ անունս ճուրացար, որտեղ կրնանք շրջանակներու մեջ ըլլալ, անցերու հետ ըլլալ, կրնան մեզի ծաղր ընել, մեր վրան խնդալ, բայց մենք հաստատ կմնանք եւ չենք ուրանալ եւ չենք դարվիր իրենց պես, իրենց մագարտագին եւ իրենց մագարտագի գադակներուն չենք իջնալ։ Եվ ահա ես քեզի կուտամ սատանայի ժողովին եղողները, որոնք կսեն թե իրենք հրյայեն ու չեն, հաբա սուդ կսեն։ Որոնք են անոնք սատանայի ժողովին եղողները։ Okay, ուրեմն ասում մասին քիչ մը խոսեցանք այսքի առաջ, որով եկեղեցին նույն խոսքերը ասվեցա։ Այսինքն շատ ուզգուչ բիլանք, որ հասկանանք, որ ասում առաջին թարվա հрьяաներն էին, որ գային, որ շատեր դարձի գուքային, քրիստոնյա գլային, Քրիստոս կընդունեին, անունը չէին ուրանար, կսեին, որ կհավատանք Հիսուսի իբրև Աստվածի պետք։ Բայց իրենց կորձերը, ինչպես ասա, խոսքը լրիվ չէին բայր։ Խոսքը ինչ է շնորհքը, որ մեզի կհասնի, որ մենք կորձերով չէ որ փրկված ենք, այլ Աստծո շնորհքն է հավատալով Հիսուս Քրիստոսի մեջ, որուն մեր փրկությունը մեր ըրած կորձերով չէ։ Մենք կփրկվենք մեր հավատքով եւ եչը մեր կորձերը կհետևին այդ մեր հավատքի առաջին քայլը որ գտնենք հավատալով։ Բայց այս հрьяաները ինչ կլինեն, ուրեմն հрьяաները կհավատային Հիսուսի անունը չէին ուրանար, կընդունեին որ Տերը փրկիչը Աստված է, բայց վերջը կսեին օքեյ, բայց հիմա եկուր Մովսեսի օրենքը բահենք կամ բայեցեք նույն։ Լավ է, հավատացիք, բայց հիմա թփադությունն է պետք է, ձեսերը պետք է բայենք այս եւ այն։ Բողոս Արաքյալ ասոր հանդեպ կավադացից քիրքը առաջին գլուխի եթե կարդանք կսե անաթեմա, արդեն խոսեցանք ասոր մասին, որ անաթեմա անիծյալը լա այն, որ ուրիշ նույնիսկ ավետարանը կփերը, նույնիսկ եթե հրեշտակ մփերը։ Եվ այս հութայիզմի գրոնքն էր, որ լավ է հավատացեք, բայց այս բաներն արեք, սկսեք այս սովորությունները հետևել նորեն։ Հիմա ով է ճշմարիտ հրյան։ Նորեն Ռոմայացիս երկրորդ գլուխը 28-29 համարներում մեջ է գսել, որ ճշմարիտ հրյան այն չէ, որ թուսեն, գիտես քխարգագատնի կամ այդ բաները մազին, այսպես բոլորները որ ունի մորուքը կամ փուսկյուլ գսեն հայրեն կամ այդ բարանը որ գախված է եւ ծեսերը գնեն, ասպես կշարժին աղոտ գնեն եւ այս չէ։ Ճշմարիտ հրյան այն է, ոչ թե որ արտաքինով հրյային դեսք ունի կամ թփատված է արտաքինով, այլ թփատված է սրտով, սիրտը կոդրված է, խոնար է, նոր սիրտ տված է Աստված այս անձին եւ ինքը նոր արարածն է Քրիստոսի մեջ եւ ուրեմն ինքը պատված եղած է լա հրյա ազգեն, լա հեթանոս ոյրը մեկ ազգեն, ով որ Քրիստոսի հավատացված է ճշմարիտ հրյան ինքն է։ Եվ ասիկա շատ կարևոր է, որով այսօր նույնիսկ տեսնանք չէ այսօրերս հրյա քաղաքական ինչ որ միջին արևելքի մեջ կլա, երբեմն գոմ գարնենք, որ հրյաներում պիտի գոմը լան, որով ասում են Աստծո ընտրյալ ժողովուրդը, կամ բաղեսնենցիներում գոմը գարնեն ուրիշներ եւ այլն։ Մենք պետք չէ որ քաղաքական բաների մեջ մտնանք, ոչ մեկը չի կա որ արդար է դες, ոչ մեկ։ Ըլլա բաղեսնենցի, ըլլա հրյա, ըլլա ազերի, ըլլա թուրք, ըլլա հայ, ըլլա բարսիկ, գիտեմ դժվար խոսքեր են, եթե նա այս օրերուն ասեն բաներ լսել, բայց ասված աչարություն չներ։
ինքը գսիրե փոլորին եւ փոլորը սա մեղավոր ենք մեկը չի գա որ արդար է ժամանակը իբրև ասկ մենք արհեթանոս կսենտեինք չէ մենք հայբրև հայեր երբեմն կգործենք ես հայ եմ ես քրիստոնյա եմ կրնանք արդակինով անունով քրիստոնյա լա բայց ճշմարիտ քրիստոնյա չլա եթե իմ սիրտս հերույ է աստծո միան փերանով կթավանիմ կխոսիմ բայց սիրտով ես չեմ խոսքը գեհդեվին բայեցի Քրիստոսի անունը վկայել առանց ամշնալու իմ շրջապատիս մեջ ամենուն արչեմ որ ես հավատացյալ վերստին ծնված նոր արարած մնեմ Քրիստոսի մեջ եւ այս բաները շատ կարևոր են որովհետեւ եթե գսե եթե դու ուրանաս մարդկանց արչև ինձ եւ իմ անունս ես իմ հորս արչև եւ հրեշտակներուն արչև քեզ ուրանամ եւ ուրեմն նայ ասիկալը լսեմ որ ամեն զունգ պիտի ձերի գսե եւ ամեն լեզու պիտի թավանան Փիլիպպեցիս 2:10-11 համարների մեջ որ Հիսուս Քրիստոսն է դեր հրյա եւ հեթանոս եւ ավելարանա առաջ հրյային է եւ վերջը հեթանոսներուն կամ գույներուն կամ ամեն բոլոր մյուս ազգերուն եւ անոր համար այստեղ նաեւ գսեմ որ պիտի քան եւ խոնարհվին ձեր այսինքն շատ կարևոր միտքն է որ Եսայա 49-ը եթե գարտանք այնտեղ 23 համարը այնտեղ կտեսնանք գսեմ որ այս ժողովուրդները պիտի քան քո արչեւ հрьяներուն գսեմ որ բայց հрьяն ով է հիմա մենք ենք չէ հрьяն ճշմարիտ հрьяն անի որ սրտով թափված է ուրեմն եկեղեցին պիտի կան եւ պիտի խոնարհվին եկեղեցին միջոցով որուն ոչ թե ինձի անցավ այլ եկեղեցին միջոցով այդ պաշտամունքի միջոցով ամեն զունգ պիտի թավանի ամեն զունգ պիտի ձերի ամեն լեզու թավանի որ Քրիստոս է դեր իր արչեւը պիտի զունգի կան հասկանաս եւ իր միջոցով եկեղեցին միջոցով Թուն եւ ես ենք եկեղեցի մենք միլիոնակ միջոցը իրենց առաջնորդելու խոնարհվելու անոր արչեւ որ մենք ագխոնալու որ Քրիստոսին այո եւ հետաքրքրական է որ պիտի ստիպեմ անոնց որքան երկրպագություն ունեն կուղոտ կերուդաչև եւ քիտնան թե ես քեզ սիրեցի գիտես ինչու որ հիմա ինչ կլա որ հрьяներն որքան մեծ թիվով կան քաղաքական անունով հрьяներ որ կփրկվին որ այսօր որու միջոցով նորեն Քրիստոս ընդունելով իրենք կսեն Յեշուա համաշիախ որ հայերենով ադիգա օձիալ դերսել է կամ օձիալը Քրիստոսը նույն ծևոն ամենքը սապիտի փրկվին ուրեմն խոնարհությունը իրենց համարալ է ինչպես մեզի գոդրվիլ խոնարհվիլ Հիսուսի արչեւ ինքն է ջայրը որուն արչեւ ամեն բան կփշրվի որ այս Քրիստոս ամեն եւ կսե անգամ եւս կկաչաները կսե որտեւ իմ ամպերության խոսքը սպահեցիր ես ալ քեզ բիդի բահեմ փորձության ժամանակ որ պատրաստ է կալու բոլոր աշխարհի վրա երկրի երեսը փնագողները փորձելու համար ուրեմն as հայտնության երրորդ գլխի 10 համարը այդ ժամանակը որ մեզ պիտի բահե միայն վերջին օրվան համար չէ ամեն որ Քրիստոս երկրորդ քալուստին կա ով որ գաբրի որ այն ժամանակ եւ շալաջախ ամեն մեկ սերունդ ինքը գսebe որ իրեն համար է որով մենք վերջին սերունդն ենք չենք գիտեր մեկը չի գիտեր այդ ժամը որ Քրիստոս պիտի գալուս ուրեմն չփորձենք ժամավաճառություն է այ գիտեմ այս նշանը դեսնամ անգլա որ հիմա ուր հասել ենք որտեղ ենք ճիշտ կրնալալ օքեյ ճիշտ օրը չեմ գիտեր բայց կրնալալ որ այս տարի պիտի կա որքան այս վերջին քանի տարիներում ընթացքին ինչքան սուտ մարգարեներ եւ անունները չդամ բայց գիտեմ անուններով որ փորձեցին գուշակել որ այսինչը պիտի լա այսինչը ներն է այսինչը եկավ պիտի լա ասիկա եւ վերջը արդեն պիտի հասնի մոտավորապես այս տարի չնկալում ասած բաներ մեր կորձը չէ մեր կորձը ավետարանը տարածելու լույսը վկայելու մեր ըրած Քրիստոսի կյանքը ինչ կնե որ մեր մեջ այսօր էլ սվաղին ավելի քան գուշակել կամ հասկանալ որ ով պիտի գուշակե որ պիտի կա բայց քեզի պիտի բահեմ այդ ժամեն որ իր Թադաստանը գուկա գրնալալ քեզի համար ադիկա այսօր է ինձի համար այսօր է
Հալածանքի մեջ կամալ, հալածանքի մեջ։ Հալածանքի մեջ ալ, այո, քեզի պիտի պահեմ, հիմա նայեք Սեդրակ Միսակ Աբեդնագովը, չէ, գրագին մեջ են։ Եվ այդ փորձության մեջ են, բայց դերը կպահե որ իրենց այդ տարաբանքի մեջ։ Ահա, Այսօր ամեն մեկս ինչ փորձանքներու մեջ կգտնենք, երբեմն հոգեգան, երբեմն մարմնավոր հիվանդություններ, երբեմն քաղաքական, երբեմն տնտեսական, չէ։ այո, Այդ այդ տարաբանքները եւ գրնալ այդ բաճարը այդ է որ դու քրիստոնյա ես եւ անոր համար գահալածվիս կո գրնալա որ դու պաշտոնը չի բարձրանալ կոծի մեջ որով մեկը ուրիշին որ կխափե կամ թրամքի դեշնել սուտ ծևերով բաներով այո, անի անա կարողանալ հալածանքի թեմն է։ Թեմն է կամ գրնալա ձեր գարնեն վրատ կխնդան քեզի լավակույն դեղերը չեն դար որ իրենց հետ մասնակցից իրենց խմբակներու մեջ կամ թրամը գրնալա բաքս քեզի բանը չի դան արդար քու Ահա, բարձ չի վճարեն գրնալա որ քեզի ֆիզիկապես հալած են ահա, չէ բայց դերը քեզի պիտի պահե ինչու Հիսուս ինչը ցավ եւ որ ինքը գաղութել է սա որ հայրը ցավ 12-րդ գլուխը 17-րդ գլուխը Հովանու Աբեդարանին 15 համարի մեջ գսե որ հայր գսե ես չեմ աղոթել որ դու աշխարհեն դուրս հանես իմ աշակերտներս այլ դու գաղութեմ որ գսե բահես իրենց from the evil one չարեն, ահա, ագարագործեն, սատանային, ահա, պահե իրենց, այդ դարաբանքների մեջ են անցած ադեն։ ահա, Եվ Սամոսի 91-ը, որ շատեր գսիրենք իվես, եւ այս վերջերս COVID-ի ժամանակ եւ այլն, որ մի քանի տարիներ առաջ եղավ, եւ ժանդախները, որ բուքան եւ այլն, շատեր այս Սամոսը գսիրեն, 91 Սամոսը, 14-15 համարի մեջ գսե, որ որով ինքը ինձ սիրեց գսե, ես իրեն պիտի փրկեմ գսե։ այո, Այս ինչ քաչալերական խոսքեր այո, են։ Այս խոսքերը թող հիմա մեր միտքերու մեջ, մեր սրտի մեջ, հոգու մեջ հիշել, նույնիսկ եթե հիվանդ ես, հիվանդանոցն ես, աղքատ վիճակի մեջ ես, դգար ես, թուն դգար չես, թուն ավելի զորավոր ես, որ դերը քո հետ է դեպի։ Ես ամեն, քեզի բանաբիդի չլքեմ ու ամեն, ոչ մեկ բան քեզի չի կրնար բաժնել իմ սերեսկս։ Այնքան խոր է, այնքան բարձր է, այնքան երկայն է, այնքան լայն է իր սերը։ Ոչ մեկ բան, ոչ սուրը, ոչ թուրը, ոչ սովը, ոչ մահը, ոչ մեկ բան, ոչ չար հրեշտակները քեզի չեն գրնար բաժնել եւ ես քեզի հետ իլամ մինչեւ աշխարհի մեջ։ Այս այո, խոսքերը ջանքի խոսքեր են, այսօր լսենք, մեր մեջ առնենք, հոգ չէ թե մեր իրավիճակը ինչ է, նա իրավիճակը Ղազարոսին ինչ էր, պիտի մերնի գոտ մարդը։ Քույրերը Մարտան, Մարիամը գնային որ իրենց շրջապատը մարդը մերեր է դարաբանքի մեջ է այլևս հույս չկա ոչ ճիշտ այդ բանին է որ Հիսուս կուքա որ այլևս տուն վերջաբեսի որ հրաժարվեցար ամեն, քու վրա քու ջիքով ճանքով փորձել քու հարցերը լուծել այն վաու, բանին կուքա այդ դարաբանքի դադե եւ իր փառքը գերեւնա որով հիմա ամեն, տուն չրիր ինքը հալելույա, era փառքը Աստծո փառքը Հիսուսի եւ ինքը մերելը մերած անոնք որ մեղքով մերած են ամենամեծ հրաշքը այդ է այսօր որ անհավատը Քրիստոսի վերստին զնվի նոր կյանք ունենան Քրիստոսի Ինչ լավ եղավ որ հիշեցիր ասիկա շատերը վստահ հիմա շատ կաչալերվեցան ասխոսքետ որովհետև իսկապես չէ իրենք հալը չենք գիտեր եւ միևնույն է իր հրաշ կնելը չենք գիտեր ո՞վ մեկ երկվարյանի մեջ ասված գրնա քեզի տպնալ գրնա քեզի բուժել եւ կյանքիդ բարական իդ չրել իդ փարկավաճ անել իդ ուրախության մեջ տնել քեզի սուկը ուրախության բահել դերը սկիզբեն մեզի ժամացություն չի դար ինքը ինչ պիտի անե դերը աչքերը մեր վրա է մենք հավատարիմը լանք մաքուրը լանք եւ վստահ եմ որ ովևէ մեկուն պիտի չի ցկե որ խայդարա գալա իր զավակներեն ովևէ մեկը եւ թուն անոնցմե ես եւ ոնց կսե ինչպես որ սինք տակը τρերը իր կսենք ունեցած այդ ամուր բռնե որբեսի մեկը չառնե կուբսագատ վստահ եմ որ իշ դժվար օրեր գլան այսօր մանավանդ հոգեվոր առաջնորդներուն մեջ հովիվներուն կյանքերուն մեջ հովիվներ կամ որ ասենք ջիգերով իրենց եկեղեցին կհետևին
Դարբեր ասենք առաջնորդներ, սրբազաններ, անոնք որոնք Սուրբ ոգիով են, անոնք որոնք իսկապես Աստծո հնազանդ են, հոսքս է ինչ որ լաթուն ամուր փռնե, որ բսագտ մեկը չառնե։ Իրես դու Ամուր փռնե։ հասկացարենական խոսքերը լայս չեմ գիտեր որքան ճիշտ է որով լուրերը այնձի շատ աջակ կուքան բայց պետք է fact checking կսեմ պետք է ճշտես նայես բայց Այո, այս վերջերս կլսենք որքան մեր հայրենիքի մեջ նույնիսկ հոգևորականները փանդերու մեջ կթվին չէ այո, հիմա Երևակայը ինչ տարաբանք է ադիգա եթե իրոք արդարության համար է որ կծարայենք եւ փանդերու մեջ կցկցվին վերջերս ասկե քիչ առաջ երկու հոգիի անունները չեմ ուզեր դալ, բայց անոնք որ գիտեն, 5 հոգի եւս տրվել է։ Ասիկա մեր չագեդյալ քրիստոնյա եւ Հայաստանի մեջ կգալու ասման։ Ուրիշ տեղեր ագլալով ինչ տարաբանքներ Հնդկաստանի մեջ, Չինաստան, այո, Պակիստան եւ այլն, բայց այո, մեր երկիրը որ գսենք որ քրիստոնյա ենք, որքան զգուշ պիտի լանք որ արդյոք արդար պատճառներով է որ այս անձերուն փանդը գծրին որ ես գաղութեմ այդ անձերուն համար աղոթներուց մենք պետք է հիշենք այս անձերուն որ այդ տարաբանքներում մեջ մեր աղոթներու մեջ որ ինչպես որ Պետրոս Արաքյալ եւ Հովանես փանդի մեջ էին Բողոս Արաքյալն եւ քանի անգամ աղոթեցին եւ գաբանքները փանալի երրորդը ցերկն է չէ այստեղ գարտան փանդը երկրաշարժը եղավ թուրերը բացվեցան արցակվեցան այդ մեր ասվածը նույն ասվածն է այսօր երեք այսօր եւ աղը փոխված չէ բայց ամեն, աղոթք խնդրենք հավատքով եւ այս թակը գսե ամուր բռնե այս թակը ֆիզիկական թակի մասին չի խոսի այո, մեկ երկրորդ Թիմոթեոս 4:8 համարի մեջ գսե որ ես ձեւի արդարության թակում պատրաստած եմ ֆիզիկական թակի մասին չի ասի ասիկա արդարություն քեզ կպսագեմ իմ արդարությունով Քրիստոս կսե չփնտրենք որ երկինք երթանքն է քուքուս վրա հոս տեղեն, թակում իմ ճունիմ քիչ մի գծածքի այս տարածքը ամծելու ված չէ բայց թակը անոր մասին չէ այո, արդարությունը Քրիստոսի մեզի կհագցնի մեր փոխում վրա եւ ամեն, Հակոբոս 1:12 գսե երանելի այն մարդը որ դարաբանքներու մեջ դժվարություններու մեջ հավատարիմ կմնա եւ ինքն է որ գենաց պսակվի դիստանից թակ so այս անձերը որ հիմա գդարավին որ մեր հայրենիքի մեջ եւ ուրիշ տեղերի եւ անպայման այն կանաբեչունի սլալու կամ վարտաբետ կամոս սովորական հավատացյալներն ագան որ փանդերու մեջ ինչքան հավատացյալներ կան որ անարդար պատճառներով են աղոթեն իրենց որ արցակվին կամ որ արդար պատճառներով փանդկացած են աստված աղոթքի շատ նյութեր կան, այո ամեն շատ նյութեր կան, ուրեմն urgency-ին հայրենը գներես միտքես կարևորակույն կամ անհրաժեշտ, անհրաժեշտ այսպես շատ urgent շատ կարևոր բան այս շտապ, շտապ որ հավատարիմ մնանք մինչև այո, վերջ մինչև վերջ դարաբանք կրնալա նույնիսկ կրնալա որ մարտիրոսվենք բայց մինչև վերջ պիտի հավատարիմ մնանք ամեն, եւ հավատարիմ մնալուն համար եւ որպես ասբստակը գլուխնես չինա, խոսքը պետք է լավ գիտնանք եւ ամեն օր լեցվինք իրեն խոսքով զորանանք ուժառնենք որպեսզի garanանք ամբողջ մեր օրը հրամայել ինչպես պիտի անցնի արդուն երբ որ գհրճագես փերանով դեպքս իմ օրս պաշտպանված է Հիսուսի արյունով եւ աստծո խոսքերը գխոսիս այն ժամանակ օրը տուն հրամայեցիր հրճագեցիր ամբողջ օրը քուպերնետ ելած խոսքն է որ կգադարվի քու կյանքիդ վրա ամեն եւ գսե չէ աստվածաշունչը ինչ որ քուս անորոմալ եւ մեգոմը մդի գնես քիդես իր սրտի մեջ ինչ կթանա որ քուս սրտիդ ավելցուգեն միդի թուն կխոսից կսե մդի գնենք մենք ամենառաջ մեր անձին որ մենք ինչ կխոսենք եւ մենք քննենք ինքնից հրճակենք դերոջը խոստումները հրճակենք որ մեզի քաչալերելու որ չհուսահատենք եւ մեր շրջապատն կքաչալեն ընտանիքը ամենեն առաջ ամեն մեկ խոսքի համար հաշիվ պիտի դանք կսեր այո Սկուշը լանք գրնալա վատ բաներ մեր մասին կմտածենք որ կամ ուրիշներու մասին չլա որ այդ խոսքերը մեր սրտեն դուրս ելեն
թող Աստծո խոստումները իր սիրո խոսքեր ելնեն մեր սրտեն Ամեն։ շնորհու եւ ոչ թե քանթել Ամեն։ Եվ 12-10-րդ համարները գսե անոր գահախտե զանիկա իմաստոցույց տաճարի մեջ սյուն մը պիտի անեմ ու ալթուրս պիտի չելե։ Հալելույա։ Անոր Ուրեմն վրա այս խոսքերը նայ շատ կարևոր են ասում են քաչադերական խոսքերը եւ երբեմն գտնալա որ շատ ասենք շուտով անցնիկ վրայեն բայց ասիկա ցույց կտա որ մշտական սյունը ինչ է շենքին ամուր բինտ հիմն է։ մշտական բանն է արմատն է չէ որ վեր կփռնի այդ շենքը քեզի սյուն բիդինեմ ինչ ոչ թե ֆիզիկական սյուն բիդելան այլ ինչին մեջ մեզի սյուն բիդինի իր դաջարը եկեղեցին է այսինքն իր եկեղեցին մեջ թուն քեզի պիտի հաստատե որ թուն սյունի պես կարողանաս գայուն մնալ քո առաքելությանդ մեջ եւ ոչ թե եկեղեցին ասենք դերական մասնավորապես այդ շենքն է եւ այնտեղը թունություն բիլած այլ իր դիեզերական եկեղեցի մեջ ուզես հիմա ինտերնետի վրա եղիր ուզես Չինաստան կամ ուր մտիկ կնեն Դուբայ մտիկ կնեն որ Իրաք, Սուրիա, Իսրայել, Լիբանան, Թուրքիա սեմ անունները որ որքան հայեր կամ որ պիտի լսեն այս խոսքերը քեզի սյունը պիտի նեմ լսի սյունը ամուր կփռնի եկեղեցին ուզես այսպես անցնելա եւ ասո ներկայության մեջ ասպիտի լա եւ ասիկա գնամանի այս Փիլադելֆիայի վիճակը որ ինչ որ այս քաղաքի մեջ շատ երկրաշարժներ կներ ճանաչված էր այս քաղաքը երկրաշարժների կոդի էր եւ կարևոր է սյունի ինչ կնե այդ երկրաշարժներում մեջը դարաբանքներում մեջ այս քաղաքը ճանաչված էր որ այդ վիճակի մեջն էր այդ սյուները վեր ամուր կփռնեն այդ շենքը չէ մինգալ այս դարաբանքների մեջ մեզի սյուն բիդինի չի պիտի գրնա այդ եկեղեցին մեկ միջոցներ դիլան որ եկեղեցին ամուր մեր միջոցով կանգնի եւ մնա եւ ես գիշեմ որ Հայաստանը այսպես մեկը եկավ աղոթեց ինձ համար ասավ եւ ասված այս համարը ինձ հրճակեցին վրաս օրինակ ուրիշներու վրա հրճակել խոստումներ այսպես որ դերը լրած է դերը մեզի այսօր գսե որ քեզի սյուն բիդինեմ գալի եւ լսողներուն ով որ իրեն վստահի եւ տարաբանքներուն մեջը մինչեւ մահ մինչեւ վեր հավատալի մնա եւ ասուր վերջնական գադարումը գտեսնանք հայտնության վերջնական կամ վերջին քուլուխներում մեջ այնտեղ հայտնության 21-րդ քուլխում 22 համարի մեջ կսե այնտեղ դաջարը տեսա կսե քաղաքի մեջ նոր Երուսաղեմի մեջ դաջարը տեսա որուն եւ կսե այդ քաղաքի մեջ էլ գսե դաջարը չիգար գսե ներես քաղաքը տեսա գսե դաջարը չիգար գսե եւ գսե այդ քաղաքին դաջարը ամենահզոր քարնուգը ներկսե ուրեմն այդ քաղաքը մենք այդ քաղաքն է եկեղեցին իր հարսն ենք ինքն է անգյունակարը մենք այդ քաղաքին սյուներն ենք արաքյալները այդ քաղաքին բանն են դեմն են ինչքսեն հիմա Քրիստոս անգյունակարն է Պետրոնը այդ քաղաքին արաքյալները Եփեսոս 2-րդ քուլի 18-ին 20 համարներ եկա կարող ես այդ համարները դարձնել այնտեղ քաչալերը եւ գսե որ Փանին Գաղատացիս 2-րդ քուլի 9 համարներուն Հակոբոսը եւ Քեֆասը եւ Հովանեսը գսե Եփեսացիս ներողություն որ գլուխը Եփեսացիս 2-րդ քուլուխը 18-20 համարները որ գսե Կանզի անոր ցերկով մենք 221 հոգիով հորը մոդենալու արտոնություն ունենք ուրեմն ալ ասկե հետո դուք օդար ու բանտուղ չեք հաբա սուրբերուն քաղաքագիցները եւ Աստծո ընտանիքը եւ շարունակե արաքյալներուն ու մարգարեներուն հիման վրա շինված որուն անգյունին գլուխը Հիսուս Քրիստոսն է անգյունին գլուխը Քրիստոսն է հետո որով բոլոր շենքը մեկտեղ հարմարությամբ գազմված գաջի սուրբ տաճարը ըլլալով դերոճմով եւ որով դուք ալ մեկտեղ գշինվիք
Աստծո բնակարան ըլլալու սուտ հոգիով։ Ուրեմն նայ այստեղ փոխաբերական օրենք գոհոսի։ Անգյունակար Քրիստոս արաքյանները շենք մնե որ գշմի որ ոչ ֆիզիկական շենք մնե, այլ եկեղեցին իր դիեզերական եկեղեցի եւ մենք գենթանի քարեր ենք, սյուներ ենք այս բանի մեջ։ Մենք դա Գաղատացիս 2-րդ գլուխի 9-րդ համարը նայենք եւ նայ այս ինչ որ իրենց կսե փոխաբերական օրենք մի հասկանում։ Գաղատացիս 2:9 Գաղատացիս 2:9-ի մեջ այնտեղ գսե Հակոբոսի, Քեֆասի եւ Հովանեսի մասին եւ հոնալ փոխաբերական օրեն շատ հաճախ ասենք չենք հասկանալ ինչի մասին գխոսի որ եւ ասունք գիտես Հակոբոսը Պետրոսը եւ Հովանես ամենամդերիմներն էին Հիսուսի սյուներ էին ոգևոր միտքով նա ինչ կսե Այո, ուրեմն ուեբ ինձ դրված շնորհքը կիցան ու Հակոբոսն ու Գեփասը եւ Հովանեսը, որոնք սյուներ սեփված էին, աճ ցերկերնին դվին ինձի ու Բարնաբասին ի նշան հաղորդակցության, որբեսի մենք հեթանոսներուն մեջ երթանք ու անոնք թլփադվածներուն։ Այո, նայ Հակոբոսը, Քեֆասը, որ Պետրոսն է եւ Հովանեսը սյուներ գսեպեին, ինչ ասելա Այսինքն եկեղեցին արմատական հիմքի բաներն էին կառույցը հա եւ Բողոս Արաքյալին իրենց ացերք ուտան որ մենք ալ այդպես կրնանալ այսօր օքեյ եւ ինչ վիդեո ուրեմն գսա այստեղ նաեւ որ բնավ դուրս պիտի չելեն այլևս գսե այս անոնք որ կհաղթեն, այս դաջարեն, իր երեսը պիտի տեսնանք, ոչ թե աբակային, այսօր, Քրիստոսի երեսը կտեսնանք, որ իր դաջարի մեջ գիտես Սամոս 27-ը 4-ը գսե, որ ես մեկ բան խնդրեցի Տերոջ մեն գսեմ, որ Տերոջը դաջարի մեջը լան բոլոր կյանքիս օրերը եւ իր վայելչությունը տեսնեմ, իր երեսը, իրեն հետ, ես հիմա քեզի որ գնային, որ Քրիստոս կտեսնեմ քո միջոցով Թուն իր պատկերը գարդացոլած որ գայի։ Ես արդյոք գարդացոլան որ այդ հարցում ամեն մեկից դանք գարդացոլան որ Քրիստոսի այդ պատկերը եւ որ մեկ ինձի տեսնա եւ մեկ իմ հետ ժամանակ անցնի Տերոջի երեսը կտեսնա, Տերոջը կվայլե իմ միջոցով իր ներկայությունը, իրարու միջոցով Տերոջը վայելչությունը կտեսնանք։ Շատ քեղեցիկ է Այո, շատ շնորհակալ եմ համարները, որ հիշեցիր։ Նոր անունը պիտի դամ գսե, չէ՞։ Այո։ Այս խոսեցանք այսօր մասին, մյուս եկեղեցի մեջ նա լսած էր։ Որ մյուս եկեղեցի մեջ որ նոր անքարերը որ պիտի դամ։ Քիչը պիտի դամ։ Այո, քիչը դա հոսինը պիտի ունեմ։ Վաու։ Ոստը մի քանի բաներ այստեղ նշենք շատ շուտ։ Նոր անունը եւ իմ քաղաքից նոր անունը Այո նոր Երուսաղեմի նոր անունը եւ իմ անունս իմ նոր անունս ուրեմն այս իշխանության եւ ownership պատկանելիության ասենք ինչ ունի իմաստուն հիմա օրինակի համար եւ որ մեկը քաղաք մկրավ է երբեմն իր անունը գցեն այդ քաղաքի վրա հիմա որ վերջերս օրինակի համար Ամերիկայի նախագահը կորձեր գնե Հայաստան նոր մայր ուղիմը գտրվի որ շատ ուրախ չեն կան որ ուրախ են եւ այլն բայց իր անունը թրվեցավ այդ նոր մայր ուղին չեմ գիտեր որքան լսեցի բայց այդ պատկանելիության եւ ինչ կսեն ownership որ իրեն կպատկանի կամ ինքը մեր վրա ինքը ունի իշխանություն եւ իր ինքնությունը մեր վրա գտնի որ մենք իրեն կպատկանենք հավիտենական օրեն իր նոր քաղաքը ինչ է նոր Երուսաղեմը եկեղեցին է այդ մեր վրա իր անունը գտնի թուն իմ հարսս է թուն իմ եկեղեցիս իմ հարսը նոր Երուսաղեմն է թուն իմ անունս կգրես Քրիստոսի անունը թուն իմ այլևս ոչ թե ստրուգս ես իմ ընկերս ես թուն այլևս որևէ մեկ անցմը չես իմ հարսս ես այն անուններ կան որ մեր վրա գտնի որ իրեն պատկանելիություն բանգնե եւ իմ նոր անունս որ մեր հարաբերությունը Քրիստոսի հետ ինչպես ասի հարս եւ ընկեր այլևս ստուգեր չենք իր զարաները չենք իր ընկերներն ենք
չէ։ Ամեն։ Եվ ագայ դիեզերքի ասո ընկերն ես։ Այս շաբաթը հիմա Այո, ուրեմն եւ գվերջանա գսե անվորականչունի թողլսե թե հոգին ինչ գսե եկեղեցներուն այսօր տուն եւ ես ագանչունինք լսեցինք դեր Հիսուս ինչ կխոսի եկեղեցներուն ինչ կխոսի քեզի ինչ խոսեցավ ինձի եւ որքանով գուզենք մեզի նոր անուն ունենալ որքան գուզենք սյունը ըլլալ եւ որքանով գուզենք իր փառքը վայելել ամուր բռնենք մեր վստակը ամուր բռնենք մեր հավատքը ինչ որալալա ամուր բռնենք չի դարվինք, չի խապվինք, մարդոց մեջ չի կայթագրենք, ուշադիր լանք, միայն Հիսուսին նայենք, ամեն, շնորհակալ եմ Պիտեր այս բացատրության համար, այսօր թերևս քիչ ավելի երկար դվեց, բայց բացատրություններ են, որ պետք է ստանաք, խնդրեմ, որ դարաձես այս վիդեոն, այս դեսայարիզը, որովհետեւ ուրիշներն ալ օրհնվին։ Շնորհակալ եմ, եթե հարցումներ ունիք մի մորնակ գրելու, email-ը էջին վրան է, ծեր հարցումները անպայման գրեցեք, պիտի հատկացնենք բահմը ժամը ծեր հարցումները պատասխանելով։ Քալ շաբաթ պիտի ունենանք մեր վերջին եկեղեցին, լավոթիգե եկեղեցին, yani վանգեվեչ պիտի սկսենք 4-րդ գլուխը, դա կրկնական բաժինը, պիտի մտնանք երգիր, պիտի տեսնանք հայրասված աթորին վրա, պատրաստվեցեք աղոթքով, պատրաստվեցեք գարտալով եւ ծեր հոգիները խնդրեցեք, որ դերը փանա եւ որբեսի ըմբռնեք խոսքը ինչ որ գխոսի։ Ասես շատ կսերենք եւ բարի շաբաթ բոլորիդ։ Ամեն։